Ծնգածքին փորձեք քննել եւ կտեսնեք որ հեղինակը տղամարդն է որովհետեւ ինչու է հեղինակ որովհետեւ հեղինակ տղամարդը ուժեղ սերն է կինը գտնվում է տղամարդու հոգածության ներքո եւ եթե տղամարդը կլինի դա հայր կլինի ամուսին կլինի որդի պատշաճ հոգածություն է ցուցաբերում իր խնամքի տակ եղող կանանց նկատմամբ լինի դա մայր լինի դա դուստր լինի դա կին որն այդ կինը երբեք չի լինի եթե տղամարդը պատշաճ խնամքը չի ցուցաբերում կնոջ նկատմամբ իր խնամքին հանձնված կանանց նկատմամբ այդտեղ կլինի կնոջ սայթակումը այդտեղ եւ կինը անշուշտ կլինի իբրև ազատ մարդ մեղավոր բայց տղամարդը կլինի ավելի մեծ մեղավոր այնպես որ մեր հասարակության այո եթե մեր հասարակության մեջ կնոջ ինչ-որ դերը կամ առաքելությունը նվազել է դա հիմնականում տղամարդն է մեղավոր ոչ թե կինը տղամարդը պետք է բարձրացնի կնոջը տղամարդը պետք է սովորեցնի եւ պահի կնոջը իր այդ ասպարեզի մեջ իր առաքելության հիմնական ասպարեզի մեջ եւ որովհետեւ կինը այնքան երջանիկ այնքան ամբողջական լինի որովհետեւ ինքը չփորձի երջանիկ լինել այլ ասպարեզներում ես դրա համար ասել եմ եւ միշտ ասում եմ որ կինը ունի երջանկության 3 փուլ առաջին փուլը դա այն է երբ որ ունի լավ հայր երկրորդ փուլը այն է երբ որ ունի լավ ամուսին երրորդ փուլը այն է երբ որ ունի լավ որդի այսինքն բոլոր փուլերում էլ կախված է տղամարդուց եւ այդ տղամարդն է հեղինակը այդ կնոջ երջանկության կամ դժբախտության Հետևաբար կնոջից պատասխանատվություն սպասել այնտեղ, որտեղ տղամարդն է, պետք չի։ Միշտ կնոջ հետևում, թիկունքում կա տղամարդ, որը հեղինակն է կնոջ սխալի, եթե կինը սխալ է թույլ տվել։ Պետք է տղամարդը հասկանա իր պատասխանատվության, որ ծանրությունը պիտի հասկանա։ Եվ երբեք որևիցե մի կնոջ չպետք է հրի դեպի փոս։